Բարի օր հայրենակիցներ, Մեդիահաբի գարնանային եթերաշրջանը մեկնարկում ենք նոր հաղորդաշարով, վերադարձի սպասումով։ Հաղորդման հիմնական հյուրերը լինելու են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, ովքեր առաջին դեմքով պիտի պատմեն իրենց ընտանիքի պատմությունը։ Տեղահանությունից հետո արցախցիներին հղված ամենաշատ հարցը, որն ինչ-որտեղ հեգնական, ինչ-որտեղ վիրավորական էր հնչում, թե ինչու չեք մնացել եւ ինչու եք տեղահանվել, այս հաղորդման միջոցով կփորձեն գտնել այդ հարցերի պատասխանները։ 9-ամսյա շրջափակումից եւ 4-ամսյա պաշարումից հետո տեղի ունեցած ռազմական գործողությունները արցախցիներին ստիպեցին, որ լքեն իրենց բնակավայրերը։ Շատերը բնակության վայր ընտրեցին Հայաստանի Հանրապետությունը եւ մեծամասնությունը իրենց ապագան պատկերացնում է այստեղ, մայր հայրենիքում։ Սակայն նրանց մեջ երբեք չի կորել հավատը վերադարձի։ Եթերում վերադարձի սպասումով հաղորդաշարն է։ Ես Անուշ Ավանեսյան եմ, իմ ընտանիքը տեղահանվել է Մարտունու շրջանի Ավդոր գյուղից 23 թվականի սեպտեմբերի 19-ին։ Մեր ընտանիքի ողբերգությունը սկսվել է 2020 թվականին սեպտեմբերի 27-ին, երբ որ պատերազմը եղել է։ Այդ պատերազմը մեզանից շատ կյանքեր է խլել։ Մենք կորցրել ենք մեր ավագ եղբորը Արմանին Ավանեսյան, ով ժամկետային ծառայության մեջ էր գտնվում, երբ որ սկսվել է 20 թվականի պատերազմը։ Իր զորացրվելուն ընդամենը մնացել էր հաշված օրեր։ Իր այդ երբ որ վերջի անգամ խոսացել ենք, ասել էր 3 անգամ էլ բարձրանամ դիրքեր ու իջնեմ, կգամ տուն։ Ամեն շատ ինքը էր ուզում որ գար տուն, բայց այդպես էլ չեկավ, իրան բերեցին։ Պատրաստ, ուշադի, համասարկով, գրակ։ Արմանը հողարկավորվել է Ստեփանակերտում, եղբայրական հուշահամալիրում, իրան գտանք ամիսներ անց DNK-ով։ Արմանը պարգևատրվել է արիության մեդալով, ու ցավոք իր վերջին այդ մնացած իրերը, մեդալ, բիլետ, որ կիսապատրված վիճակում մեզ են բերել։ Այդ ամեն ինչը մնացել է մեր տանը, մայրս չի հասցրել վերցնել։ Ամեն ինչ շատ կուզեի լինել եղբորս Գերեզմանի մոտ, որ չենք տեսել ինչ են մեզ տվել, բայց իր այդ վայրում ես որ գնում էի կամ իրա քարը գրկում էի, ես իրան զգում էի ամեն ձև, հիմա ամենից շատ իրա կարոտն է տանջում։ Է 2020 թվականից հետո Ավդուր գյուղը դարձել էր սահմանամերձ, որ մի քանի մետրերի վրա էր, որ թշնամին արդեն նստած էր գյուղի մոտ։ Երկու եղբայրներս 16-17 տարեկանում Արայիկ եւ Արտուր Ավանեսյանները, որ վրեժով լծված, իրանք էլ ընդգրկվեցին այդ աշխարհազորի շարքերում, երբ որ հսկում էին գյուղի սահմանները, իրանց տարիքին համեմատ ընդառաջեցին իրանք էլ էին մեծ խմբում ընդգրկվել ու հսկում էին գյուղի սահմանները։ Արդեն երբ որ պահը հասավ Արտուրը զորակոչվեց ծառայության, 6 ամիս էր ծառայել, որ արդեն ասացին, որպես զոհվածի եղբայր, ինքն էլ զորացրում, այդ օրենքը Արցախել մտցրեցին, մեր մոտ էլ կար, 6 ամիս ծառայելուց հետո ինքը զորացրվեց, այնուհետև էլի ծառայությունը շարունակեց աշխարհազորի շարքերում, իրանք հսկում էին գյուղի սահմանները։ Հետո ամիսներ անց Արայիկը փոքր եղբայրս զորակոչվեց ծառայության, ինքը ծառայեց ընդամենը 40 օր ու զորացրվեց, բայց էլի իրանք չխուսափեցին ծառայությունից, երկու եղբայրներս էլի զենք էին կրում ու հսկում էին մեր սահմանները։
Արդեն երբ որ սկսեց շրջափակում այդ դժվար օրեր, մանթաթ համար մեկ, իրանք համարյա դիրքերում էին սաղ վաղտ։ Մի օր այն որ լացելով է, ես իրանց խնդրում, որ խիչ եք դուրս գալիս, ձեզ վաղտ ավիճակվել դուրս գալ այդ ծառայությունից, խնդրում եմ դուրս եկեք, չեմ ուզում, որ ձեզ էլ բան լինի։ Իսկ իրանք ինձ համոզում էին հակառակը, որ երբ որ պատերազմ սկսվի, կարող է մտնելու են կարավաթի տակ, մեկը պետք է գնանք կռվենք, ով է կռվելու, ով է պահելու մեր դիրքերը։ Ու ցավոք սրտի այդպես էլ եղավ։ Սեպտեմբերի 19-ին, երբ որ սկսվեց պատերազմը, երկու եղբայրներս էլ դիրքերում էին։ Ես իրանց հետ խոսել էի ընդամենը որ րոպեներ առաջ, որտեվ մայրս զանգել էր ու ինձ ասել, որ տնից դուրս չգամ, պետք է գնայի եղբայրական հուշահամալիր Արմանից մոտ, ասել էր, որ դուրս չգամ, երեխայի հետ եմ, տրանսպորտ բան չկա, որ չեմ կարողանալու հետ տուն հասնեմ, որտեվ գյուղում էլ զգուշացրել են, որ կարող է ինչ-որ բան սկսվի, ուշադիր լինեն։ Իսկ ես միանգամից զանգում եմ եղբայրներից, իրանք երկուսն էլ ինձ վստահեցնում են, որ ամեն ինչ նորմալ է, մենք ստեղ ենք, ոչ մի բան չկա, եթե տենց բան լինի, մենք էլ կիմանանք, բայց իրականում իրանք գիտեին ու տեսել են ինչ կարող է լինի ու ինչ կարա սկսվի, ինչ է սպասվում իրանց ու մեզ բոլորից։ Ու արդեն րոպեներ անց հենց լսում եմ այդ առաջին գրագոցը։ Ամբողջ գիշեր չեմ կարող ոչ մի ձև կապի դուրս գամ, որտեվ կապ չկար էլի, հեռախոսի մեջ զայատկա չկար, որտեվ լույս չունեինք, անջատած էի բամ հիմնական ու արդեն գիշերը 2:30-ի մոտերներ մի կերպ կապ եմ գտնում, մորքուրս ով աշխատում էր Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում, բուժքույրեր այդտեղ, իրան եմ գրում, ասում եմ մեր մոտից կարող է մարդման լինի այդտեղ կամ տեղեկից ինչ որ նորություն ես, ոչ մեկ էլ չեմ կարող կապի դուրս գամ։ Այդտեղ ինքը ինձ ասում է, որ բան եմ ասում, բայց չնեղվես, գիտես, որ չեմ կարող քեզ այնց ինչ-որ բան թաքցնեմ, տեղեքս տեղ են երկուսով։ Ու ասում է, Արոկան ոչինչ լավ է, բայց Արտուրը լավ չի, դե այդ բանին որ չեմ կարող ասում, էլ ինչ եմ զգացել մինչև հիմա, որ իր արտահայտությունը հիշում եմ կամ ականջներից մեջ է, չեմ կարող մոռանամ։ Բայն ասում եմ ոնց երկուսով գոնե Աստված ինչքան է այն որ դաժանի չի համարել ինձ Արոկան ոչինչ Արտուրը բայց լավ չի այդ բան ես ուզում եմ հասնեմ հիվանդանոց որտեվ կապ չի լինում արդեն մի հատ հասկանամ Արոկան ոչինչ երկուսին է բան եղել թե չէ արդեն առավոտը 5:30 է լինում աղջկաս գրկած հասնում եմ ես հիվանդանոց չեմ կարող ասեմ ոնց եմ հասնում ու աղջկաս քնից հանում եմ ասում եմ գնում ենք ման գալու Հասնում ենք հիվանդանոց, մենց հայաթում փոքր եղբայրս կանգնած ա եղել, վազելով գնացել եմ գրկել, լացում էի, ասում եմ ինչ ա եղել, խես լացում ես լավ եմ, Արտուրն ա, իրա մոտ գնա, որտեվ ինքն էլ այդ պայն վրեն վիճակ չկար վաբշե, Արտուրը որտեղ կար այդ խրամատ, ինչ-որ սնայադ են գցել, Արտուրի ձենից ինքը բարձր գոռացել ա, Արտուրի ձենից փոքր եղբայրս Արայիկն ա վազել միանգամից իրա մոտ Ուտղեկից որ պատմել են, ասում է մենակ, չգիտեմ ոնց եղավ, ասում է այդ դեպքը մենակ զգացի, որ Արոկան ոնց է մեր վրայով անցնում, ասում է վազելով գնացել է Արտուրի մոտ, այդ պահին երևի այդ կորցնելու վախն էր էլի Արայիկի մեջ, որ ինքը ասել է Արտուրի մոտ հանել, իր մարտական ընկերների միջոցով թիկունքը պահել են, իրանք հանել են մի կերպ անտառների միջով, մորքուրս գրկել ինձ լացում էր, ասում է ոտքերը երկաթներով են հավաքել, լավ կլինի, ասում է վիրահատել են, սա գործ են անում, ասում է պրսնեն կմտնես արդեն, սենց դրամ մոտից ես նայում բժիշկները աշխատում են արդեն եվրա, ասեցի կարակ ոտքերն էլ կտրեք ինքը առանց ոտքերի էլ ամես պետք, մենակ թե ինքը լինի, իրա կյանքը փրկեք ուրիշ բան չեմ ուզում, որտեվ այդ բան մենակ լավն եմ մտածում, որ թող առանց ոտքերի, առանց ձեռքերի, մենակ թե ինքը մեր հետ լիներ Ուտեղ ես մտնում եմ Արտուրի մոտ, որ վերջացնում են Արտուրը էլ թեթևակի գիտակցության մեջ է եղել, որ մտել եմ իրա մոտ ու ձեռքից բռնել եմ, որտեղ բռնելու տեղեր չկար։
Այդ բան ես երբ որ գնացել եմ իր բժշկին եմ տեսել, բեղի բժշկի Զախարյանի գրը, մենք զինվորի տանն աշխատում։ Ինքը ինձ ասեց, որ 50-ով 50 է իր կյանքը։ Այդ բան ես իրան ասեցի, տենց բան մի ասեք, ես պատրաստ չեմ էլ կորցնել, ինքը պետք է ապրի։ Ասեցի, իրա ինչն եք, ասեցի քույրը, թե բա Աստված մեծ է, ասում է, մենակ Աստծո վրա կարանք հույսներս դնենք, ասում է, ջահել է, միգուցե պայքարի։ Հետո արդեն որ տեղափոխեցին վերև, գնում եմ եղբորս մոտ եմ մտնում, որ լրիվ սառը, գույնը սպիտակ, որ քուրսել էլի տեղ ալնում, հարցնում եմ իրան, բախի, ասենց խիչ խոսում բան, արդեն կոմայի մեջ էր ինքը, ինձ ասում են, որ ինքը քնած է, սրսկել են, բայց ես չեմ հավատում, որտեվ սառն ա եղել, գույնը սպիտակ, իսկ որ տեսել եմ, վաբշե ուրիշ ձև ա եղել, ասում եմ, չէ, սուտ եք ասում ինձ, արդեն օրեր անց այդ շտապօգնության մեքենաներով առաջին կարգի ծանր վիրավորներին հանում են Արցախից։ Ու հետո ամենից ցավալին, որ ասում են ճանապարհը բաց է արդեն, ով ուզում է կարա գնա, ով չէ կարա մնա թշնամու հետ ապրի։ Մեր համար շատ ծանր էր որոշում կայացնելը, որտեվ մի կողմից եղբորս գերեզմանը, որ թշնամու ձեռքերում մնաց, ամեն կերպ այդ բանին ես մտածում էի, դա ոնց եք թողնում ու գնաք այդքան տղեկին, որտեղ իրանք դրան չէին արժանի։ Ու մի կողմից էլ Արտուրը, որ ստեղից էլ բժիշկները ասում են, որ թող ընտանիքի անդամներից կամ մոտիկ մարդկանցից կան, կարող է իրանց ձայնից ինքը դուրս գա կոմայի միջից։ Ամենձև ուզում ենք նաև Արտուրին հասնեինք, գնացել ենք Արմանի գերեզմանին, հետո տուն են գնացել ու դուրս եկել։ Ես չեմ կարողացել մեր տուն հետ գնամ, որտեղ թուրքերը արդեն մտել էին այդ կրկժան, մնացել ենք ընկերի հուստանը, ու տեղից ենք դուրս եկել։ Ստեփանակերտից երբ որ Արտուրին տեղափոխել են իր բժիշկներից մեկը Վազգեն Ասատրյան, ինքը մեր բարեկամներից մեկի հետ էր կապ պահում, ստեղի բարեկամներից, որ դիմավորել են իրանց, Արտուրի մասին հարցնում էր ու հետո այդ բժիշկը չի համարձակվել զանգի, որտեղ Արտուրի վիճակը շատ վատ ա եղել, ամիսներ անց իրան գտնում են մեզ ու գալիս են ներտուն, պատմում է այդ ճանապարհին ողջ եղելությունը, որ ինչքան ծանր ա եղել իրանց համար։ Արտուրի մեկ ոտքը ամպուտացված է, իսկ մյուս ոտքը ծնկից միջև ներքևի մասը ոսկորները փշրված են եղել, այդ ոտքն էլ մի կերպ են պահելու չէր, բայց որ հիմա էլ պրոթեզի վրա է ամբողջ ուժը գործադրում, ոչ թե այդ ոտքի, որտեվ չի թույլատրվում, այդ ոտքը մի կերպ պահած է, պրոստը պահած է այնքան, որ Արտուրը ստացել է գանգուղեղային ծանր վնասվածք, իր կյանքի վտանգ սպառնողը էդ էր, որ գանգուղեղային վնասվածք էր ստացել ու կորցրել է տեսողությունը, իր տեսողությունը 10% է այնել ակնոցներով։ Տարին 2 անգամ այցելում է զինվորի տուն, ինքը այնտեղ հարսումներ, բան, այդ պրոթեզին չի հարմարվել, այնտեղ գնում է քայլելու համար իր այդ աշխատում են։ Ցավոք սրտի մեր ընտանիքի ողբերգությունը դրանով չավարտվեց։ Տեղահանումից ամիսներ անց փետրվարի 13-ին հայրս մահացավ, սրտի կանկրանցվեց իր մոտ։ Ինձ թվում է ինքը չդիմացավ այս ամեն ինչին, որտեվ ամեն տուն մտնել դուրս գալուց ասում էր սա կյանք չի, էս մեր տեղը չի, էսի կյանք չի, որ մենք ապրում ենք, էս ինչ արեցին մեր հետ։ Անուշ, ասում են, ինչու եկաք, ամենաշատ հարցը, որ տալիս են այստեղ մարդիկ, ովքեր տեղյակ չեն, թե ինչ է տեղի ունեցել Արցախում, դուք ինչպես կպատասխանեք, կար այլ ընտրանք մնալու, ինչպես դու նշեցիր քո խոսքում, թշնամու հետ ապրելու, հետևաբար ինչու եկաք, ինչու չմնացիք։ Նման մարդկանց ես որ չգիտեմ ոնց բացատրեմ, ճիշտ եք ասում, նման հարցեր շատ ահնչվում, շատ եմ հանդիպել նման մարդկանց, բայց այդ մարդիկ ոնց է մտածում, մենք մնայինք Արցախում, ապրեինք թշնամու հետ, մեր Երևանի նկատմամբ, հա, իդեմ իրանց, ոնց մնայինք իրանց հետ, ապրեինք Թուրքի հետ,
որպեսզի ինչ բա մեր տղեկը ինչի համար են զոհվել, իմ եղբայրը ինչի համար է զոհվել, ինքը կռվել զոհվել է կամ իս եղբայրս վիրավորվել է, Թուրքի դեմ թշնամու դեմ պայքարել են, մենք գնանք Թուրքի հետ ինչպես ապրենք։ «2020 թվականից հետո ես Աստծուց երես էի թեքել, միշտ ասում էի, որ Աստված չկա, եթե կախի է, իմ ամենաթանկին խլել ինձանից, բայց այսքան ողբերգություններից հետո ես շնորհակալ եմ Աստծուն, մենք ունենք իրոք Աստված, որտեվ հրաշք ա եղել, որ Արթուրը հիմա մեր կողքին է, Արմանին կորցրել եմ, բայց Արթուրը մեր կողքին է, Աստծուն եմ շնորհակալ։